բոլոր ելույթների ընթացքում եւ նաեւ մեր խմբակցության կողմից ներկայացված մենք եւս մեկ անգամ հաստատեցինք, որ իրավիճակը, որը որ ստեղծվել է Հայաստանում, համապատասխանում է այդ ամենին։ Միայն եթե վերցնենք Արցախի բռնագաղթեցումը, այն ողբերգությունը, որը որ բերվել է Արցախի վրա, միանշանակ հասկանալի է, որ ոչ միայն ճգնաժամ է, այլ արհավիրք է մեր համար, Արցախի ժողովրդի համար, պատմականորեն հազարամյակներով իրենց օրանում ապրած ժողովուրդը տեղահանված ցեղասպանություն իրականացվեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Եվ այս ամենը կառավարման ձախողման արդյունք է։ 2018 թվականից քաղաքացիական պայմանագիրն է մեծամասնորեն ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ իհարկե ինտեգրված այն ժամանակ համակարգով Արցախի Հանրապետությունը։ Եվ դրան եթե ավելացնենք այն իրավիճակը, որը որ ստեղծվել է այսօր, եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, խոսքի ազատության, այն բռնաճնշումների, բռնի ուժի կիրառման, ընդդիմության ներկայացուցիչների կամ այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման խնդիրները, կարելի է ասել, որ իրականում կառավարման խնդիրներ կա Հայաստանի Հանրապետությունում։ Չի կարող լեգիտիմ կառավարիչը, որը որ ուժը ամեն ինչը իր ձեռն է, ամեն ինչի նկատմամբ, ամեն ինչի համար բիրտ ուժ կիրառել, պարկեցնել գետնին, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայության ալֆա խմբերը ուղարկել, դատավարություններ իրականացնել, որոնք որ միակողմանի են, շինծու են շատ դեպքերում, հաշվել լեգիտիմ, որովհետև ուժ ունեցող անձնավորությունը իր առաջին հերթին առանձնանում է իր մեծահոգությամբ, ոչ թե ուժով։ Ընդ որում այնպիսի խմբերի, ընդ որում այնպիսի ստորաբաժանումների, որոնք որ մարտի դաշտում շատ դեպքերում թողել են մարտի դաշտը, բայց այսօր խաղաղ պայմաններում բոլորը կտրիչ են կընտրել։ Ընդ որում նաև դատաիրավական ամբողջ համակարգի, որոնք որ պետք է գործունեություն ծավալեին 44 օրյա պատերազմի ընթացքում, իրենց պարտականությունները կատարելու կարգ ու կանոն հաստատելու համապատասխան միջոցառումներով։ Այս իրականությունը իրական է, հարց եք տալիս, իրական է, անկախությունը իրական է եղել Հայաստանի եւ Արցախի հետ միասին ինտեգրված իրավիճակով։ Եվ այսօր պետք չէ խեղաթյուրել այն փաստերը, որ նորօրյա պատմության ընթացքում, երբ որ Արցախը եղել է մեր պայքարի կենտրոնը, պայքարի առանցքը, Արցախը ինքնորոշվել է այնպես, ինչպես որ ինքնորոշվել են Խորհրդային Միության շատ հանրապետություններ, այնպես ինչպես Ադրբեջանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբևիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման հետ։ Պետք չէ խեղաթյուրել։ Այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, այդ պայքարը եղել է Արցախինը եւ հաղթանակից հետո, հաղթանակ, որը որ տարվել է ճգնաժամային պայմաններում, եւ շրջափակման, եւ երկրաշարժի, եւ մեզ պարտադրված պատերազմի, մենք կարողացել ենք հաղթել, այնուհետև բանակցությունները այդ ուղղությամբ շարունակել։ Հիմա ռեալ անկախությունը Արցախի հետ միասին եղել է այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո, երբ որ դուք ասում եք թրքահպատակ, չգիտեմ ինչ արտահայտություններ եք անում, ռեալ անկախությունը եղել է այն ժամանակ, ոչ թե հիմա Ադրբեջանի կողմից պարտադրված ճնշումների ներքո համապատասխան քայլերի գնալը։ Սա կառավարման խնդիր է։ Իդեպ կառավարման խնդիր է, հարգելի հայրենակիցներ, երբ որ այստեղ ելույթների ընթացքում ազգային ժողովի ղեկավարությունը անդադ միջամտում է, քննարկում, տարբեր խոսքեր ասում, խանգարում, խրախուսում այն բոլոր ելույթները, որոնք որ իրենց մեջ պարունակում են ուրեմն վիրավորանքներ, ընդդիմության նկատմամբ, անվայել խոսքեր ասել, ինչ է նշանակում, ասենք մկան ծակ,
ինչ է մտնել, ինչ է նշանակում այստեղ լինեիք, տեսնեիք վարչապետը ոնց է ձեզ պատեպատ տալու։ Մեկը լինի այս ամբողջ բաց թողումների համար, այս ճգնաժամի համար պատեպատ տա նույն վարչապետին։